Մոդելավորում ենք ահա այս մոդելը։ Առաջամասը ասիմետրիկ է, կան դասեր ծալքեր եւ բացվածք։ Կոկատեղի մակարդակը կարող է լինել կտրվածքով կամ առանց կտրվածքի։ Սեղմոնները ես հանելու եմ կողքի կարից, դա վերաբերում է գոտկային սեղմոնների մեջքից եւ առջևից։ Մոդելավորումը սկսում եմ մեջքի շաբլոնից։ Այստեղ մոդելավորման շաբլոնը 1/4 մասշտաբի է։ Սովորական բազային գծագիր է, կիսանկրկող ուրվապատկերի, ես ուրվապատկերը չեմ փոխում, հիմնական եթե մոդելավորում եմ բազային գծագրերը, ապա այն այդպեսին է լինում։ Ամբողջ այս սեղմոնի խորությունը ես հանել եմ մեջքի մեջտեղի այս գծից, կեսը հանել եմ կողքի կարից, թիակային սեղմոնի ամբողջ խորությունը հանել եմ ահա այստեղից, սա թևի փորվածքն է։ Կոնքից ներքև մոտ 10 սանտիմետր մենք կարող ենք շարունակել մեր այս գոտկատեղից կոնք ընկած այս գիծը շարունակենք, բայց ձևավորենք այստեղից, պահելով մեր տրապեցիան, այս գծի շարունակությունը պահենք այս ներքևի մասում։ Մոտավորապես լայնությունը ես ընտրեցի այդպես, եւ գիծը արդեն գեղեցիկ այսպես կձևավորենք եւ ավելի գեղեցիկ ուղղակի կստացվի, եթե մենք մի քիչ վերևից անենք, մի քիչ վերևից որ նշենք, այն կլինի ավելի լայն կոնքի մակարդակում, բայց եթե այդպես ձևավորենք, այն ավելի գեղեցիկ սլացիկ կստացվի եւ այս գիծը այսպես շարունակում ենք մինչեւ հատակ։ Այստեղ օրինակը մինչեւ ծունկ է, պետք չի մոդելավորման ժամանակ օգտագործել մինչեւ հատակ, դուք ուղղակի այս լեկալը արդեն որ մեծ մասշտաբի լինի, 1/1 մասշտաբի, դուք լեկալ ուղղակի կտեղադրեք եւ այս գծից ներքև կտեղադրեք 50 սանտիմետր կամ այնքան որքան որ դուք ուզում եք ծնկի մակարդակից ցած լինի։ Ուղղակի գծերը կշարունակեք ներքև, չմոռանաք այս տրապեցիայի ներքևի հատվածում կառուցել ուղիղ անկյուն։ Այդ աշխատանքը արդեն կկատարեք կտորի վրա։ Ուղիղ անկյուն կառուցելու համար պետք է մեր այս երկու կողմերը դնել այնպես, որ մոտավորապես մեր այս ներքևի լայնության մեջտեղով լինի։ Ես հիմա կարճ տարբերակ եմ տալի, բայց ցանկացած երկարություն կարող եք ընտրել։ Մեջտեղից մի փոքր այն կողմ եւ կառուցում եք այդպես ուղիղ անկյուն։ Այս գիծը գեղեցիկ զրոյացնում ենք այստեղ։ Ստացվում է եւ այստեղ եւ այս հատվածում պետք է ունենանք 90 աստիճան։ Այսինքն պետք է լինի պարանոցի հատվածը, ես առաջարկում եմ ամբողջական ձևացքով, որովհետև առանց կարող պարզապես սովորական կարող ենք ուղիղ կտրել, վերևը մի փոքր նեղացնել կամ էլ միանգամից ամբողջական կանգունակով օձիք կառուցենք։ Մոտավորապես 4 սանտիմետր տեղադրում եմ այստեղից, մեջտեղի գծով, մոտավորապես 3-3.5 կարելի է տեղադրել հա այստեղ, այս հատվածում գեղեցիկ կոր ենք անում եւ սա միացնում ենք իրար։ Այդպիսով մենք բարձրացրեցինք, բնականաբար բարձրությունը ընտրվում է ձեր պարանոցի։ Այստեղ գիծը, սա ամերիկական պրոյմայի գիծն է, ընտրեք այնպես, որ գեղեցիկ հատված ունենաք այստեղ, խորհուրդ կտամ, որ ձեր գիծը այս կետին հպվի, սա հետին անկյունն է, մեջքի հատվածը թևատակի հետին անկյունն է։ Մեջքի մոդելավորումը պատրաստ։ Որպեսզի հետագայում ցույց տամ, ուղղակի ասեմ, եթե ցանկանում եք, որ այս օձիքը լինի առանձին, օրինակ ընդհանրապես այդպես մի հատ երկար ժապավենի նման անեք, սա ձեր պարանոցի շրջագիծն է, որպեսզի այս վերևը հպվի, այս հատվածը լինի հպված, դուք կարող եք մի փոքր հատվածի վրա ցույց տամ ուղղակի, այսպես կտրտել մինչև այս եզրը։ Այս եզրի երկարությունը ավելի ճիշտ դա մեր առաջամասի եւ հետևամասի վզի փորվածքի այս գծի երկարությունն ամբողջությամբ չափում եք ձեր գծագրերի վրա կամ ձեր շաբլոնի վրա եւ այսպես իրար վրա եք վերում, ուղղակի տեսնում եք այստեղ մի 5 մմ։ Երբ որ դուք այդպես ձևավորեք, դուք կունենաք օձիք, որը կհամապատասխանի վզի փորվածքին մեջքից եւ առջևից, իսկ վերևում կհամապատասխանի ձեր պարանոցի հենց շրջագծին, այս վերևի հատվածում, որտեղ գլանաձև է, ավելի ճիշտ է վերև բարձրանալով այստեղ նեղանում է, իսկ այստեղ լայն է ավելի, այդպեսով դուք կստանաք վերևը չկանգնող, այսինքն այսպես առանց ծալքերի ավելի գեղեցիկ հատված, այսպես մի քանի միլիմետր իրար վրա են դնում այդպես, մի քանի միլիմետր, 3 միլիմետր, 2 միլիմետր, դուք նաեւ տեսեք ձեզ ոնց հարմար է եւ կստանաք այսպես կլորավուն հատված։ Այդ դեպքում կարելի է անել նաև կարողի։ Մոդելավորում եմ առաջամասի դետալը, այստեղ ասիմետրիկ է, նայում ենք թե ինչ դարսեր կան եւ որ ուղղությամբ են։ Հիմնականում 3 հատ այս վերևի մասով է, այստեղ հանդիպակաց է մեկ կողմանի ամբողջական ձևացքով կանգունակ օձիք է, 4 հատ դարս այստեղ է, որը երկուսը մի կետում է, երկու դարս այստեղ է, մի դարսը գալիս է այստեղ, սա իրականում մի դարս է, նույն ճյուղավորված է եւ մի դարսը բարձրանում է այս վերևի հատվածը։ Խորություն ունի եւ այստեղ, խորություն ունի եւ այստեղ, եւ սա ունի խորություն միայն այստեղ, այս հատվածում չկա։ Այս գծերը իմ կարծիքով ուղղակի ձիգ է հագուստը դրա համար է առաջացել, բայց եթե կա հատուկ արված, մենք կարող ենք նաեւ այստեղ անել նույն սխեմայով, ոնց որ այս դարսերը, նույնն էլ այսպես կարող ենք այս դարսերը այստեղ նույնպես շարունակել, բայց ես չեմ անելու, ուղղակի հանելու եմ կոտկային սեղմոնը։ Իմ աշխատանքի համար ես օգտագործում եմ սեղմոնը տեղափոխած դեպի կողքի կար, որովհետև այդպես ավելի հեշտ է աշխատել այս ամերիկական թեք պրոյմայի հետ։ Եթե սեղմոնը լինի ուսի հատվածում, ապա մեր մոտ մի փոքր երկար աշխատանք է
ստացվում, որ մենք պետք է կատարենք, որտեղ ցանկացած փոփոխություն այդ գծի հետ փոփոխություն կլինի։ Առաջի աշխատանքը, որ կատարում եմ ամբողջ այս սեղմոնի խորությունը, ես հանում եմ կողքի կարից։ Եթե կրծքագեղձերը մեծ են, այդ աշխատանքը լավ կլինի չկատարեք, մտածեք թե ինչ անեք դրա հետ, կամ տեղափոխեք խորությունը այստեղ կտրվածքով արդեն պետք է լինի այս հատվածում, կամ ավելի խորացրեք սեղմոնների խորությունները, դարսերի խորությունները, որտեղ որքան դարսերը խորն են, այնքան կարող են բարձրել եւ կրծքի հատվածում, եթե մեծ կրծքագեղձերն ապա խնդիրներ չի առաջանում։ Այստեղ հիմա ամբողջ խորությունը ես հանում եմ եւ ձևավորում եմ նոր կողքի կար։ Գոտկատեղից կոնկնկած հատվածը կարող ենք կորականոնով կառուցել։ Դա հանելու ենք։ Հաջորդը ես կառուցում եմ նույն օձիքից, ինչպես որ մեջքի հատվածն էր, այստեղ մոտապես 3, այստեղ 4, կարող է ավել լինի, նայեք ձեր պարանոցի ձևի ֆորմային։ Եվ այս հատվածից այստեղ բոլորը պետք է լինեն կոր գեղեցիկ գծեր։ Գծում ենք ամերիկական պրոյման դեպի մեր առաջնային այս թևատակի անկյունը։ Ու գծերը իհարկե ավելի գեղեցիկ։ Այդ գիծը, եթե հենց այս կետում չի մեր սեղմոնը դասը, ապա մի քիչ մոտ մի 2-3 սանտիմետր վզինքի կետից ցած է, նայեք այլնորից որտեղ դες հարմար կլինի, մոտավորապես որոշում եք մյուս սեղմոն դարսի, արդեն հանդիպակաց դարսի եւ դրանց մեջտեղում կա եւս մի դարս։ Այս մի դարս սեղմոնը գալիս է դեպի կրծքի սեղմոն, այսինքն ամբողջ խորությունը կտեղափոխվի այստեղ, այս մյուսը գալիս է կրծքի տակ, մոտավորապես ահա այստեղ։ Այն բացվում է։ Դա իրականում գալիս է մոտավորապես այս հատվածները, բայց մենք այնտեղ չենք հասնում, մոտավորապես ահա այդպես բարձրացնում ենք վերև եւ այս գիծը ավելի շատ կգա այստեղ։ Ես նույն աչքաչափով եմ նայում, նայեք, սա պետք է կտրվի, որպեսզի այս ամբողջ խորությունը տեղափոխվի այստեղ։ Սա մենք կկտրենք, կբացենք երկու կողմից, այստեղ խորությունը կտեղափոխվի, այստեղ բավարար կլինի, որտեղ կրծքի սեղմոնի խորությունը որ տեղափոխվի այստեղ մեծ կստացվի եւ բավարար է հանդիպակաց դար ստանալու համար։ Եթե տեսնում եք, որ ձեզ հարկավոր է ավելի, ուրեմն կկտրեք, կբացեք, կավելացնեք։ Ցանկության դեպքում կարող եք անել նաև այս հատվածում, չմոռանանք նաև, որ մենք ունենք մոտավորապես 2 սանտիմետր ներքև այս դարսից մի հատ էլ դարս դեպի կրծքի հատված գնացող, բայց սա կարող եք մինչև վերջ տանել, որովհետև այստեղ չեք կտրում, բայց այստեղ կտրում բացում եք, որքան ուզում եք, որ այստեղ մի հատ էլ պետք է դարս լինի։ Այս հատվածում նույնպես ըստ ցանկության կարող եք նույնից անել կամ մի քանի հատ, եթե ուզում եք ծալքել լինի, եթե չեք ուզում, ուրեմն թողնում եք այնպես ինչպես որ կա, արդեն ցկելու հաշվին 2 հատ կլինի, որտեղ սա շարժվող տեղ է։ Գոտկատեղի մակարդակից ներքև, մի քիչ ներքև որոշում եք արդեն այդ մյուս դարսերի տեղը, մի դարսը կոնքի այս հատվածում է, մյուսը կոնքի գծից մի փոքր ցած է, երկուսն էլ միանում եմ մի կետում, գծում եմ դրանք։ Դա ըստ ձեր ցանկության է կարող եք փոփոխել մի փոքր ներքև, մոտ մի 3 սանտիմետր ներքև, մյուսներն են արդեն ես այդպես եմ տեսնում, կարող է ցրատեղերը տարբեր լինի, մեկը բերում եմ այս կիսամասի մեջտեղով, իսկ մյուսը բերում եմ դեպի մեջտեղի հատվածը։ Իրականում, եթե ես հիմա ձևավորեմ այս կոր հատվածը, գեղեցիկ չի լինի, որպեսզի դուք տեսնեք ամբողջական տեսքը, ես պետք է երկարացնեմ այն, հաշվի առնելով մեջքի հատվածը, ոնց լայնացրեցինք այստեղ ամբողջ այդ հատվածը, նույն չափ լայնացնենք նաև այս կողմից եւ երկարացնեմ այս մեկը, որ գեղեցիկ գիծը կարողանամ ցույց տալ ձեզ։ Ես ներքից ներքև հատվածն եմ ուզում ձեզ ցույց տալ, այստեղ ես դնում եմ եւ փորձում եմ կրկնել ամբողջությամբ այս նույն գիծը իր տեսքով ոնց կա, որ նման լինի։ Եվ այստեղ արդեն մենք կարող ենք գիծը շարունակել մոտ մի 50 սանտիմետր ներքև պետք է լինի։ Եվ հիմա նոր արդեն այս գծի վրա ես կարող եմ հասկանալ ինչպեսին կստացվի մեր այս կոր գիծը։ Այստեղ կոր գիծը բարձրանում է կոնքի մակարդակից մի փոքր վերև, գալիս է ծնկի մասով, մոտավորապես այսպես, իսկ ավելի կգեղեցկացնեմ, հետո մեկի պատկերացնեմ, էլի ոնց է իջնում, եւ այսպես ուղիղ իջնում է ներքև, որտեղ հաջորդը տակից եկողը մոտավորապես եթե մեջտեղի այս գծից լինի, տրապեցիան չհաշվեմ, где-то 8-10 սանտիմետր այս հատվածից է, բայց եթե տրապեցիա կա, ես նայում եմ բացվածքի տեսքին ձևին, մինչև որտեղ է բացված, մինչև որտեղ է գալիս։ Մենք նայում ենք գծի գեղեցկության իրականում, այստեղ դա շատ կարևոր է։ Սա կոնքն է, չմոռանաք, սա ծունկն է, ամեն ինչը մենք պետք է հաշվի առնենք, որտեղ է վերջանում, ոնց է վերջանում։
թե չէ բաց կստացվի։ Եթե այստեղ վերջանա ավելի պրակտիկ տարբերակը, ապա այսպեսին է գիծը։ Եթե վերև վերջանա, ապա այսպեսին է գիծը, արդեն կարող այն այստեղ վերջանա, բայց բացվածքը արդեն մեծ է երևա մուտքը։ Նայեք թե որքան եք ուզում։ Ես մի քիչ այս կողման եմ, որտեղ սա ավելի հավանական է, որ այդպեսին պատվիրեն։ Դա տակից եկող դետալն է, որը կարող է հանդիսանալ ձեր համար որպես ներքևի հատվածում սա, իսկ վերևի հատվածում այս եզրերը վրայից եկող այս դարսերով արդեն դες վերևի երևացող շերտի հետ մշակման կտոր։ Այստեղ կարող է լինել մշակածքը երկու տակ է ստացվում։ Մշակման կտոր մյուսը կարող է լինել այդպես, բայց կարող եք նաև սա ավարտել գոտկատեղի մակարդակում։ Բայց եթե գոտկատեղի մակարդակում ավարտեք, պետք է պարտադիր ունենաք այստեղ տալ։ Միայն այդ դեպքում հնարավոր է որ գեղեցիկ ստացվի։ Կամ եթե չեք ուզում որ սա լինի, արդեն սա կարող եք բարձրացնել բերել դեպի գոտկատեղի մակարդակ։ Կարևոր է որ դուք հասկանաք ձեր կտորը թույլ տալիս այսպես երկու տակ մշակեք թե ոչ։ Եթե կտորը թույլ չի տալիս, ապա մշակվում է միջև այս հատվածը վերևը կամ ապտաճկաներով է մշակվում, իսկ այստեղ ամեն դեպքում պետք է ձևեք կամ կարով արդեն կամ էլ վրա եկող այս տարբերակ։ Ես կտրել եմ այս հատվածը, որ կարողանամ ձեզ ցույց տալ, պատկերացրեք սա վրայի դետալն է, վերևը մշակումներով, ահա այսպես։ Դե հետևամասն եկել։ Հիմա մոդելավորման համար առաջինը, որ ես կտրում եմ, դա այս ամենավերևի դարսն է։ Կտրում եմ ահա այսպես դարսի գիծը եւ մինչեւ կրծքի գիծը։ Կրծքի սեղմոնը փակում եմ եւ այստեղ ստանում առաջի դարսը։ Ստուգում եմ դարսի ընդհանուր խորությունը։ Դուք իհարկե պետք է ստուգեք նաեւ դա ձեր կտորի վրա, օրինակ այստեղ 8 սանտիմետր է ընդհանուր, ստացվում է, որ ամեն մի կողմը իրար վրա այսպես որ այս 4 սանտիմետր է։ Դա նորմալ է։ Դրա համար սա թողնելու ենք այնպես ինչպես որ կա։ Նայեք, այստեղ սեղմոնի խորություն կա, այդ խորությունը այսպես կտորի վրա բարձրանալու է վերև եւ ստանանք հենց այն էֆեկտը, որը որ կա, բայց ուշադրություն դարձրեք, որ այստեղ գիծը խախտվում է, այս գիծը ամենավերջում ենք ուղղելու, երբ որ արդեն բոլոր սեղմոնները կուղենք։ Հաջորդն եմ կտրում, դա հենց սա է, սա հանդիպակաց է։ Բայց երևի մինչև հանդիպակացը կտրեմ բացեմ սա, որ հետո վերջում գիծը ձևավորեմ։ Ես բոլոր գծերը արդեն ձևավորում եմ, որ այսքը դուք տեսնեք։ Այստեղ նույնպես որոշում եք թե որքան եք ուզում որ այդ սեղմոնը լինի, օրինակ կարող եք ընտրել էլի նույն չափը 8 սանտիմետր, եթե 8 սանտիմետրը ամեն կողմ ստացվում է 4, ուրեմն այստեղ նույնպես լավ կլինի դա պահպանեք 8-8։ Որպեսզի ճիշտ ուղղությամբ կպցնեք, լավ կլինի որ սկզբից ծալեք համապատասխան դասի խորությունը, այնուհետև դե դետալները կպցնեք իրարից հետո։ Ոնց որ կա։ Հակառակ դեպքում կարող եք դժվարանալ եւ սխալ ուղղությամբ տեղադրել։ Կտրում եմ ավելորդները։ Այն հիմա նոր արդեն կտրում եմ սա։ Եվ փակում եմ կրծքի սեղմոնը։ Այստեղ սեղմոնը ծալում ենք հանդիպակաց, իրար այսպես կողք եւ կտրում ենք։ Այս հատվածում կա եւս մի դարս, մոտ մի 2 սանտիմետր այստեղ, ահա այս գիծն է։ Կտրում ենք դա, բայց չենք կտրում մինչև վերջ, այլ մինչև այդ հատվածը։ Մինչև այդ կողքի կարը թողնելով 1 մմ, բացում ենք ելի նորից որքան որ ուզում եք որ այստեղ լինի, կարող եք ելի ընտրել ձեզ հարմար չափ, որքան որ ուզում եք այստեղ լինի։ Ես բոլոր տեղերը ընտրեցի 8 սանտիմետր։ Եվ հիմա տեղադրեմ նաև սա։ Ահա այսպեսին ստացվեց այստեղ։ Իմացեք, եթե փոքր դնեք, դարսը բացվի մոտավորապես այս հատվածներում։ Դրա համար խորություն ընտրելուց ընտրեք այնպիսի խորություն, որ տեսանելի լինի ձեր աշխատանքը։ Նույն կերպ աշխատում ենք նաև ահա այս երկու գծերի հետ։ Կտրում ենք չհասած այդ կարի, թողնում ենք 1 մմ, մեզ պետք է որ մենք խորությունները ստանանք մի կողմից։ Ես բացել եմ ահա այսպես։ Շատ չի բացվելու այս հատվածներում, բայց ամեն դեպքում ահա այսպես։ Հիմա դուք կտեսնեք սա ոնց մի առաջարկ է կամ տարբերակ է բոլոր տարբերակների մեջ, որտեղ բոլոր խորությունները, ուղղությունները կարող են կտրվածքներ լինել ավելի շատ կամ քիչ։ Քան այստեղ բացվածքը տարբեր ձևերի կա, ոնց ուզում եք, դրա համար այս մոդելի շատ տարբերակ կա, լայնությունները նույնպես կարող է լինել ցանկացած, երկարությունը նույնպես կարող է լինել ցանկացած, կարող է նեղ լինել, կարճ լինել, ոնց ուզում եք։ Այսպես պետք է հավաքված վիճակում լինի։ Այս սեղմոնը կարող է լինել չլինել, իսկ այդ տարբերակներն էլ կա, որ կարող եք վերևի մասը լրիվ առանց սեղմոնների ձևել։ Ամեն դեպքում ես հենց կոնկրետ այս մոդելավորեցի, այն այսպեսի տեսք ունի, ահա այսպես բացված վիճակում դուք պետք է ձևեք, եթե ձևեք արդեն, ահա այսպես դարսերը ծալվում են, նոր կտրվում են։
ու երբ որ ձևում եք այս ծալված ոնց կա, այսպես ոնց ստացել եք, այդպես էլ պետք է ձևեք կտորի վրա։ Եթե ուշադրություն դարձնեք այստեղ հենքի թել պահպանել դժվար կլինի, դուք չեք կարող այսպես դնել, դուք չեք կարող այսպես դնել, դրեք այնպես ինչպես որ դուք կգտնեք, որտեղ ամեն դեպքում ձեր հագուստը տարբեր տեղերով ընկնելու է շեղ ձևացնել, տարբեր աստիճանների, ոչ միայն 45 աստիճանի, այլ նաև մնացած բոլոր աստիճանները, որտեղ ահա այդպեսին է։ Աշխատեք, որ իր հիմնական գծերը շատ տեղափոխություններ չանեք, որովհետև ցանկացած գծի շատ կտրել, քիչ կտրելի նկատի ունեմ ահա այս գծի հետ հանկարծ որ հավասարացնելու լինեք, շատ չկտրեք։ Եթե շատ կտրեք, բացվածքներն կտարբերվեն, դրա համար հնարավորինս հավասարացրեք այս եզրերը, հնարավորինս հավասարացրեք ու նոր կտրեք։ Հաշվի առեք, որ այստեղ կտորից է ծալք առաջանալու, այն նորմալ կլինի։ Ցանկացած սեղմոն, եթե ցանկանում եք հանել, ապա հանում եք մոդելավորումը, ուղղակի այս գծերը կմիացնեք սրանք եւ սեղմոնի խորությունը կգնա այս մյուս կողմը արդեն։ Մշակման համար էլի նորից ասեմ, լավ կլինի որ ձևեք իր այս դետալը ամբողջությամբ, եթե բարակտորի հատկապես այսպես, ոնց որ համ կմաքրակարեք բոլոր եզրերը մաքուր աշխատանք կստացվի այս հատվածներում, համ էլ այս դետալը իր տեղում կլինի արդեն։ Եվ կստանաք միանգամից նաև այս մյուս կողմը։ Այսքանով վերջ։